Եթերում Սուրանկյունն է, որի նպատակը արդարության բացահայտումն է, որովհետև լավ է արդար գործի ծառա լինել, քան անարդարի տեր։ Ես Վայե Ղազարյանս եւ Սուրանկյան ստեղծագործական խումբը բարի ուշ երեկո ենք մաղթում ձեզ։ Հարևան Իրանում տեղի ունեցող արյունալի իրադարձությունները մեզ չեն կարող չանհանգստացնել։ Թուրք-ադրբեջանական միջանցքային նկրտումների վերաբերյալ բացասական կոշտ դիրքորոշում հայտնած բարեկամ երկրի ներքին կայունությունը բխում է մեր ոչ միայն ռազմաքաղաքական, այլև տնտեսական շահերից։ Իրանում կայունությունը կարևոր է նաև տարածաշրջանի մի շարք երկրների համար։ Օրինակ, նույն Թուրքիայի, որը փորձում է զսպել Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի ռազմական նկրտումները։ Այդուհանդերձ միջազգային պատժամիջոցների հետևանքով Իրանն ապրում է պատմության մեջ տնտեսական ամենախոր ու տևական ճգնաժամը, որի գլխավոր պատճառներից է իրանական նավթի արտահանման սահմանափակումը։ Տնտեսական անկման, գնաճի, ազգային արժույթի արժեզրկման պատճառով նախորդ տարեվերջին Իրանում սկիզբ առած բողոքի ցույցերը ըստ մասնագետների ամենամասշտաբայինն են 2022 թվականից ի վեր։ Ցույցերը դադարեցնելու իշխանությունների գործողությունները ևս աննախադեպ են։ Մարդաշատ բողոքի ակցիաները, իրավապահները մեծ թափով ցրեցին հատկապես հունվարի 8-ին, շատերի ուղղությամբ կրակ բացելով։ Զոհերի ու վիրավորների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, ոչ պաշտոնական տվյալներով հարյուրավոր ցուցարարներ զոհվել են, հազարավորները վիրավորվել։ Անցնող շաբաթ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարեց, որ Իրանի հետ գործարքներ կնքող ցանկացած երկիր 25% մաքսատուր կվճարի Միացյալ Նահանգների հետ բոլոր գործարքների համար։ Թվում է, Իրանի իշխանությունները պետք է ջանք չխնայեն բարեկամ երկրների հետ հարաբերությունները պահպանելու եւ խորացնելու ուղղությամբ, որպեսզի թեկուզ գաղտնի շարունակեն առևտրատնտեսական կապերը։ Բայց մեր երկրում Իրանի դեսպանը օրերս կոշտ հայտարարություններ հնչեցրեց, դժգոհելով դեսպանատան առջև տեղի ունեցող բողոքի ցույցերից, դրանք չկանխելու Հայաստանի իշխանությունների գործելավոճից։ Թե Իրանում ձևավորվում է պատկերացում, որ Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների կենտրոն, հավելեց դեսպանը։ Չեմ կարծում, որ նա տեղյակ չէ Հայաստանում խոսքի ազատության, հավաքներ, ցույցեր կազմակերպելու սահմանադրական երաշխիքների մասին։ Եվ ուրեմն, ինչ ուղերձ է պարունակում դեսպանի հայտարարությունը։ Այս եւ այլ հարցերի շուրջ սուր թեմայի տաղավարում զրուցել ենք իրանագետ Նվեր Դավթյանի հետ։ Մահ Խամենեին, մահ բռնապետին։ Իրանը չի նահանջի բողոքի ցույցերի առջև, Իրանը չի հանդուրժի օտարերկրացիներին ծառայելը։ Ես ասել եմ, որ եթե նրանք որևէ վատ բան անեն այդ մարդկանց նկատմամբ, մենք շատ ուժեղ կհարվածենք նրանց։ Մենք մտահոգված ենք, որ ԱՄՆ-ն կարող է օգտագործել այս նախագիծը թրիփը իր անվտանգային քաղաքականության շրջանակներում։ Մենք դա փոխանցել ենք մեր հայ գործընկերներին։ Իրանում վերջին շրջանում տեղի ունեցած բողոքի ցույցերը պայմանավորված էին սոցիալ-տնտեսական խնդիրներով, թե հրահրված էին արտաքին ուժերի կողմից իշխանությունը տապալելու նպատակով։ Այս իրավիճակում մենք երկու գործոնների հետ էլ գործ ունենք, այսինքն եւ արտաքին ազդեցությունը, գուցե սոցիալ-տնտեսական խնդիրները ձևավորված, ինչ որ առումով պայմանավորված էին էլի արտաքին միջամտությամբ։ Խոսքը վերաբերում է այստեղ միջազգային տնտեսական պատժամիջոցներին, որի անմիջական ազդեցությունը կա այս իրավիճակի վրա, սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա, եւ արտարժույթի հետ կապված, եւ ժողովրդի գնողունակության հետ կապված, եւ թանկացումների տարբեր խնդիրների հետ։ Այսինքն մի իրավիճակ է ձևավորվել, որպեսզի հանրային տրամադրությունները, հասարակության վստահությունը իշխանության նկատմամբ իջեցվի նվազագույնի։ Այսինքն այդ պատժամիջոցների հետևանքներից կարելի է դիտարկել նաև այդ ազդեցությունը։ Բայց ինչ վերաբերվում է շարժմանը, շարժումը ի սկզբանե սկսեց որպես ֆինանսատնտեսական բողոքի ակցիա, բայց այնուհետև նրա մեջ ներարկվեցին արդեն տարբեր քաղաքական պահանջներ։ Իրանի իշխանությունները ցուցարարներին անվանում են ահաբեկիչներ, ոչ պաշտոնական տվյալներով կան հարյուրավոր սպանվածներ, հազարավոր վիրավորներ։ Որքան է իրավաչափ իրավապահների կողմից կոշտ ուժի կիրառումը։ Իրավաչափության տեսանկյունից մենք պետք է հաշվի առնենք իրանական հասարակության կամ այդ բողոքի, ճակերտավոր բողոքի արտահայտման չափերով եւ վտանգավորությամբ, թե ինչ վտանգ են դրանք ներկայացնում երկրի հասարակության համար։ Եթե խոսքը վերաբերում է արևելյան վայրագություններով ահաբեկչությանը բնորոշ վարքի, ապա նրանց նկատմամբ, կոնկրետ այդպիսի անձանց նկատմամբ
իրավապահ մարմինների գործողությունները օրինաչափ են, բայց եթե խոսքը վերաբերի խաղաղ ցուցարարներին, ապա իհարկե դա օրինաչափ չէ։ Սկզբնական փուլում դրանք ունեցել են առավել խաղաղ բնույթ։ Խանութ-պանների կողմից խանութները փակել, փողոցում իրենց բողոքի ձայնը բարձրացնել, բայց այնուհետև հանրային անդորը խախտող զանգվածային անկարգություններ դրանք տեսնելով, իսկ այնուհետև ավելի ակտիվ փուլում հատկապես հունվարի 8-ից հետո նաև ագրեսիվ վարք, եթե խոսքը վերաբերում է բուժ հաստատություններ այրելուն, շտապ օգնության մեքենաներ կոտրելու, ոչնչացնելու, հրկիզելու, բնորոշ չեն սովորական ցուցարարների վարքին։ ԱՄՆ նախագահի հայտարարությունները լոկ սպառնալիքներ են, թե Իրանի դեմ ռազմական հարձակման իրական վտանգ կա։ Սա նույնպես արտաքին միջամտության, այսինքն այլ երկրի ներքին գործերի միջամտության, սա ակնհայտ դրսևորում կարելի է դիտարկել, եթե Իրանում ձևավորվի, պատկերացնենք, այսպես կոչված աշխարհիկ իշխանություն, ապա ինչ է տեղի ունենալու, ինչ է կատարվելու շուրջ 10 միլիոն բասիջիների հետ, հոգևոր աշխարհընկալումներով, գաղափարախոսությամբ դաստիարակություն ստացած պետությանը հավատարիմ ուժերից մեկը, կամ գուցե սխալված չեմ լինի 1 միլիոնից ավել հոգևորականների հետ։ Արդյոք նկատելի այդ հանդուրժողականության մթնոլորտը կամ երաշխավորվելու է նրանց նկատմամբ այդ մթնոլորտը։ Այս երկրի համար անհրաժեշտ է այն համազգային ընկալումներով, համաժողովրդական առաջնորդին բնորոշ հատկանիշներով քաղաքական վարք ունեցող առաջնորդ գործողություն նրա կողմից իրականացվող, որը կկարողանա համախմբի ողջ իրանական հասարակությանը։ Իրանի հետ գործարքներ կնքող ցանկացած երկիր Միացյալ Նահանգների հետ բոլոր գործարքների համար կվճարի 25% մաքսատուրք, հայտարարել է նախագահ Թրամփը։ Կարող է Հայաստանի Հանրապետությունը խնդիրներ ունենալ, թե Միացյալ Նահանգներն աչք կփակի հայ-իրանական տնտեսական գործակցության վրա։ Եթե մեր քաղաքական իշխանությունները կարողանան համոզել, որպեսզի այդ աչք փակելու հնարավորությունը ստեղծվի, դա շատ լավ կլինի։ Կլինի մեր դիվանագիտական քաղաքական հաջողություններից մեկը իր բավական կարևոր տնտեսական նշանակությամբ, որովհետև Իրանի հետ մենք ունենք մեր առևտրատնտեսական շփումները, հարաբերությունները հիմնականում ունեն կենսական նշանակություն։ Դրանք վերաբերում են պարենի, սննդամթերքի, նավթաքիմիական արտադրանք տեսակների, գյուղմթերքների, էներգետիկ ոլորտն է դրա մեջ ներառված եւ այլն, որոնք չափազանց կարեւոր են մեր երկրի համար։ Բացի այդ 25% Турքից, մաքսատուրքից սահմանված մաքսատուրքից ներկայիս ներքաղաքական վիճակը նույնպես արդեն իր ազդեցությունը թողել է։ Չեմ բացառում, որ այսօր հեղուկ գազի 240-230 դրամ գինը ինչ որ չափ պայմանավորված է դրանով։ Խոսելով արտաքին ուժերի կողմից Իրանում անկայունություն ստեղծելու փորձերի մասին Հայաստանում Իրանի դեսպանն օրերս հայտարարել է, որ դրանց հաջողության հասնելու դեպքում Հայաստանը պարտվողների թվում է լինելու։ Ինչ ազդակներ է հաղորդում պաշտոնական Թեհրանը պաշտոնական Երևանին։ Ազդակը կարծում եմ հետևյալն է, որ Իրանի ցանկացած անկայուն վիճակ իր անվտանգային եւ քաղաքական հետևանքներով ունենալու է իր ազդեցությունը նաեւ մեզ վրա։ Մենք չգիտենք այդ անկայուն վիճակը ինչի կարող է հանգեցնել։ Գուցե 18-րդ դարի վերջի Իրանի վիճակի, որ այդ երկրում ձևավորվել էր 3-4 իշխանություն։ Գուցե սիրիական իրավիճակ ստեղծվի, գուցե Իրաքի իրավիճակ ստեղծվի։ Այդ դեպքում ինչ քաղաքական ուժեր են իշխանության լինելու եւ կանխատեսելի չի ինչ հարաբերություններ նրանք պատրաստ կլինեն կառուցելու մեզ հետ։ Եվ այս իմաստով վտանգները բավական մեծ են։ Եվ պատմության փորձը նույնպես ցույց է տվել, որ տարածաշրջանում ցանկացած անկայուն վիճակ, այդ թվում նաև Իրանի հետ կապված անկայուն վիճակը, գրեթե միշտ իր բացասական ազդեցությունն է ունեցել մեզ վրա։ Ինչպես կզարգանան իրադարձություններն Իրանում հաշվի առնելով այն հանգամանքը, որ սոցիալ-տնտեսական խնդիրները մնում են չլուծված, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները փորձում է օգտագործել առիթը Իրանում իշխանությունը տապալելու համար։ Ամեն ինչ կախված է արտաքին միջամտությունից։ Այս պահին սա է նկատելի, որովհետև պետական համակարգը դեռևս ներկա իրավիճակում կարողանում է իր դիմադրողականությունը դրսևորել եւ իր ինքնապաշտպանությունը, այսպես կոչված, ապահովել։ Սակայն արտաքին միջամտության չափը, ձևը կարող են իրավիճակը փոխել։
ինչպիսին կլինի դա, ռազմական կլինի դա, թե տնտեսական պատժամիջոցների շարունակման միջոցով կլինեն, տարբեր նաև այլ անվտանգային սցենարներ են դիտարկվում, այդ թվում նաև Իրաքի տարածքից քրդական զինյալ խմբավորումների ներթափանցման կազմակերպում, որը կարող է ընդհանուր նաև հանգեցնել Իրանի սահմանամերձ որոշ շրջանների, որոշ նահանգների ընդհանուր նաև օկուպացման։ Այս բոլորը սպառնալիքներ են, այս բոլորը վտանգներ են եւ կարող են իրենց անմիջական ազդեցություն ունենալ գործող իշխանության կարողությունների, հնարավորությունների վրա եւ դրանով իրենց ազդեցությամբ որոշել կամ վճռել այդ պետության ճակատագիրը։ Հիշում եք, երբ տարիներ շարունակ Սուրանկյան տարեվերջյան թողարկմանը ներկայացնում ենք շքեղ միջոցառում, որտեղ մեկտեղում ենք խեղված ճակատագրեր էջի տվյալ տարվա հերոսներին։ Մեծ ուրախությամբ ու խանդավառությամբ նրանց հետ դիմավորում ենք նոր տարին, միաժամանակ ամփոփելով այդ ընտանիքների պատմությունն ու մեր այցից հետո նրանց կյանքում տեղի ունեցած փոփոխությունները։ Այսինքն դա յուրօրինակ հաշվետվություն էր մեր կատարած աշխատանքի առաջ չարածի վերաբերյալ։ Իսկապես երանելի ժամանակներ էին, որոնք սակայն ավարտվեցին 2020-ին։ Հազարավոր երիտասարդների կյանք խլած աղետից հետո այլևս նման միջոցառումներ չեն կազմակերպում։ Հիմա կարծնեք, թե ինչ եմ այս մասին պատմում։ Բանն այն է, որ խեղված ճակատագրեր էջի այս տարվա առաջին տեսանյութը արտասովոր է 2025-ին կատարած աշխատանքների վերաբերյալ նախորդ տարիներից տարբերվող հաշվետվություն, որը, այսպես ասեմ, ձևել ենք մի ընտանիքի վրա։ Հիշում եք Զովունիում քանդուքարապ տնակում բնակվող Թորոսյանների 8 հոգանոց ընտանիքին։ Չհիշեցիք։ Խարտյաշ մազեր, կապույտ աչքեր, բաց գույնի մաշկ։ Նույնիսկ մեր հեռուստադիտողներից մեկը սկանդինավյան արտաքինի համար նրանց ընկերաբար վիկինգներ էր անվանել։ Կարծում եմ արդեն հիշեցիք։ Հիմա ուշադրություն։ Ռուսաստանը բնակ մի բարերար, որը չի ցանկացել ներկայանալ, Թորոսյաններին քանաքերավանի ամառանոցներում երկհարկանի տուն է նվիրել, հարակից մեծ հողակտորով։ Պատկերացնում եք Թորոսյանների ուրախությունը։ Տարիներ շարունակ 8 հոգով գոյություն էին քաշ տալիս փոքրիկ տնակում, հիմա երկհարկանի տուն են նվեր ստացել։ Բայց սա էլ ամենը չէ։ Անանուն բարերարը խոստացել է նաև ընտանիքի համար մեքենա ու անասուններ գնել, որպեսզի տան տղամարդը մշտական աշխատանք ունենա։ Ընտանիքի մայրը պատմել է, որ խնդրել են բարերարին ներկայանալ, որպեսզի իմանան, թե մինչև կյանքի վերջ ում են պարտական այս երջանկության հրաշքի համար, սակայն չի ներկայացել։ Հուսամ այժմ նա դիտում է մեզ։ Ցանկանում եմ Սուրանկյան ստեղծագործական թիմի անունից խորին շնորհակալություն հայտնել ու վստահեցնել, որ ոչ մի բարի գործ Աստծո կողմից աննկատ չի մնում։ Իդեպ Թորոսյանների ընտանիքի բանկային քարտի մոտ 5 միլիոն դրամի փոխանցում է եղել, որով նրանք ձեռք են բերել լվացքի մեքենա, սառնարան, սառցախցիկ, հեռուստացույց եւ կենցաղային այլ իրեր։ Մեր պայքարը այս 4 պատի համար էր։ Խոստանում ենք, որ այլևս ոչ մեկի չենք դիմի օգնության համար։ Արդեն մեր աշխատանքով կբարգավաճենք, վստահեցրել են Թորոսյանները։ Ներկայացնում եմ Սվետլանա Ավդիշյանի «Բարությունը անուն չունի» տեսանյութը։ Համեցեք, եկեք։ Ուրախությունն աշխարհի հետ է ուզում կիսել Աստղիկը։ Գնում ենք իմ սենյակը ձեզ ցույց տամ, ցույց եմ տալու ձեզ ինչ եմ պահում իմ դարագի մեջ։ Նոր երկհարկանի իրենց առանձնատունն է շտապում ցույց տալ, որտեղ օրեր առաջ են տեղափոխվել ու ամանորը դիմավորել։ Երկրորդ հարկում ես, հա։ Էսի մամայի սենյակն է, պապայս ու մամայինս։ Էսի մեր սենյակն է, այս դարագի մեջ ես ունեմ մեծ կտակարանոր նոր, ունեմ փոքր ունեմ, երկու հատ մեծ ունեմ, ստեղ ունեմ իմ նկարած նկարը։ Մայր ու աղջիկ իրար հերթ չտալով առաջինը մեր նկարահանող խմբին են ցույց տալիս տան սենյակներն ու ձեռք բերած գույքը։ Կասրուն կայա, աման, չաման, ամեն ինչ էլ առել ենք։ Թազա տուն եկել ենք թազա եղածով, հին եղածը սաղ թողել ենք ընդեղ։ Զովունի այս անմխիթար վագոն տնակի արդեն նախկին բնակիչների Թորոսյանների 8 հոգանոց ընտանիքի պատմությանը վստահաբար շատերը տեք ծանոթ։ Շաբաթներ առաջ ենք պատմում նրանց ծանր օրերի, կենցաղային բարդ ու անմարդկային պայմանների մասին։ Կհիշեք հավանաբար երեխաների ձեռքերը ցրտահարված էին, տանը ջեռուցում չունեին, իսկ քնելու տեղը առհասարակ մեծ պատմություն էր։ Հույս ունեմ, որ մի օր կմեծանանք, մենք երեխեքով շատ լավ տուն կունենանք։ 6 երեխաների երազանքն էլ նույնն էր։
ապահով տանիք ունենալ գլխավերևում, որն այլևս իրականություն է։ Մեր հաղորդումից օրեր անց Ռուսաստանաբնակ մի բարերար առանց ներկայանալու զանգահարել է ընտանիքին ու ասել, որ ցանկանում է նրանց համար բնակարան գնել։ Գայանեն զանգից շատ է շփոթվել, չի հավատացել լսածին, մտածել է, թե պարզապես կատակում են։ Ասավ ուզում եմ ձեր ցանկությամբ լինի, որտեղ որ ուզեք, տարածքը դուք նայեք, նայեցինք։ Ճիշտ ասած չհավատալով էինք նայել, ոնց որ Աստված ուղարկած լիներ իրան, որ այս այդքան գումար ոչ մեկ չէր կա, մի հոգի այդքան գումար մի տուն առնել մի ընտանիքի համար ես չէի պատկերացնում։ Բայց արի ու տես, որ կատակ չէր, բարերարը Թորոսյաններին Քանաքեռավանի ամառանոցներում երկհարկանի տուն է նվիրել, հարակից մեծ հողակտորով։ Դուստրերից Վարդուհին պատմում է, որ այս ամենն արդեն երազում տեսել է, ճիշտ նույն սցենարով։ Երազումս տեսել էի, որ մի մարդ զանգել էր ու ասել էր, որ դուք տունն եք ու ես հավատում էի, չէի հավատում, այսինքն ու լացում էի, ասում էի չի կարա լինի։ Երազանքներն իրականանում են ու բոլոր մարդիկ թող հավատան Աստծուն, որ Աստված իրանց երազանքներն անպայման կկատարի, ոչ մեկի երազանքը անկատար չթողի։ Թեկուզ ուշ կկատարի, բայց կկատարի։ Ամուսնուս ասում եմ պատկերացնում ես խավարի վերջում լույս կա, ու իրոք այդ լույսը մեզ եղավ, թե ձեր շնորհիվ իմ երեխեքը դարձա։ Իրանց միակ երազանքը տուն ունենալ մեջ։ Երեխաները պատմում են, որ հիմա երբ ամեն բան անցյալում է, հետ են նայում ու զարմանում, թե ինչպես են դիմացել այդ անմարդկային պայմաններում։ Սիրտը զսում է, որ այդ տնայքի կողմ ասում ենք, չեմ ուզում նայեմ այդտեղ, հենց նայում եմ այդտեղ, ուզում եմ լացեմ։ Այնտեղ դժվար էր, չունեինք լողանալու տեղ, շորեր, դարակները բան էին, չէին կարողam շորեր, թափրտվում էր, մաճակալները ջարդված էին, իրար ոտու գլուխ էին գնում, որ հարմարություն չկար։ Այն անգամ գնացի շոու պետքա բերեմ, ասում եմ Աստված ջան, մենք ոնց ենք սրա մեջ գոյատևել, ես ցրտին մտնում ես ցուր, ասում եմ փառք Աստծո, որ հիմա տուն ունենք էլի, առավոտը հլնում եմ մեկ ամուսինս կատակոսյամ, թե դու եփ էր առավոտ շուտել ենզի կոֆետայ, դոմիկի մեջ կտայի, ստեհավոր հլնում ես, տակա հլնում եմ տալի։ Մենք որ տեղափոխվեցինք, ես ամենաառաջինը վերցրեցի մեր նոր կտակարանը, Աստվածաշունչը, որ բոլոր Աստվածաշունչն ես վերցրեցի ու բերեցի այս տուն ու կարդում եմ այդպես։ Ինչ ունես այսօր Աստծուն ասելու։ Շնորհակալ եմ։ Թորոսյանների կյանքը նոր տուն տեղափոխվելուց հետո 180 աստիճան փոխվել է։ Դառնությունն ու լացը փոխարինվել են ժպիտներով ու մանկական անուշ ծիծաղի ձայներով։ Նրանց կյանքը գունավորվել է, խիղճը խաղաղվել։ Ինչպես ասում են երեխաները, ամանորյա լավագույն նվերն են ստացել, բայց Աստծուց։ Մենք շատ ուրախացանք ու մեր էմոցիաները նենց են, որ մենք աշխարհի ամենաուրախ մարդիկը դառանք, որ մենք այս տուն տեղափոխվենք։ Ոնց որ հեքիաթում լինեի, չէի հավատում սկզբից, որ մենք ուրիշ տուն ենք տեղափոխվել։ Ամսի 31-ի գիշերը ոչ մեկս չենք քնել։ Այնքան ուրախ սպասում ենք նոր տարվան, թե ոնց պիտի նոր տարին անցկացնենք ստեղ։ Ամեն ինչ անցյալում ենք թողել, մեր տնակում ենք թողել, եկել ենք ստեղ լրիվ ուրիշ մարդ դարձած։ Գայանեն պատմում է, թե որքան էլ խնդրել են բարերարին ներկանալ, որ իմանան մինչև կյանքի վերջ ում պիտի շնորհակալություն ասեն, նա սակայն հրաժարվել է։ Ասեցի կլինի գոնե ձեր անունն ասեք, այդքան ինձ լավություն եք անում, երեխեքիս ուրախություն եք պատճառում, գոնե ձեր անունը, ասավ ժամանակը կգա կիմանաք, հիմա դուք ձեր գործը արեք։ Գայանեի ամուսինը Արան, որ անասնապահ է, հիմա էլ համեստաբար շարունակում է երեխաների օրվա հացը վաստակել։ Իսկ բարերարը Թորոսյանների դժվար ու ազնիվ աշխատանքը տեսնելով այսքանով չի սահմանափակվել։ Խոստացել է նաև կահավորել տունը, ընտանիքի համար մեքենա ու անասուններ գնել, որպեսզի տան տղամարդը մշտական աշխատանք ունենա ու բազմանդամ ընտանիքի հոգսը փոքրինչ թեթևանա։ Իմ ամբողջ պայքարը եղել է այս 4 պատը։ Հիմա ունեմ, Աստծո շնորհակալ եմ, ձեզնից առավել եւս, անանուն բարերարից եւս, որ այս ամեն ինչը ստեղծել է, էլիս բացարձակ ոչ մի բան պետք չի։ Այս հաղորդումը մեր համար շատ ճակատագրական է դարձել։ Հաղորդումից հետո լիքը առաջարկներ եմ ստացել, որ գնամ մատնահարդարում սովորեմ, դիմահարդարում են անգամ առաջարկել։ Ես ուզում եմ գնամ, բայց հələ արձակուրդները չեն եկել, որ արձակուրդները գան, ես անպայման կգնամ։
Մեր անդրադարձից հետո Թորոսյանների ընտանիքի բանկային քարտին մոտ 5 միլիոն դրամի փոխանցում է եղել, որով նրանք ձեռք են բերել լվացքի մեքենա, սառնարան, սառցախցիկ, հեռուստացույց եւ կենցաղային այլ իրեր։ Մի խոսքով գնել են այն ամենը, որի անհրաժեշտությունը ունեին նոր տուն տեղափոխվելիս։ Ումարն էլ անցողիկ, հագուստն էլ անցողիկ, սնունդն էլ։ Դրանք քիչ-քիչ մենք կստեղծենք, բայց սա չէի կարենալու ստեղծենք, ամենայն ազնվությամբ եմ ասում, հավատացեք։ Ընտանիքի մայրը պատմում է, թե մինչև հիմա հավատը չի գալիս, որ վատ ու դառը օրերն արդեն անցյալում են։ Ժպտուն աչքերով է վստահեցնում, սովորելու է, նոր մասնագիտություն է ձեռք բերելու, որ ինքն ու ամուսինը թև ու թիկունք լինելով պահեն ու մեծացնեն իրենց զավակներին։ Դե ինչ, եւս մեկ ընտանիքի դառը ճակատագիրը բեկվեց լույսի ուղությամբ։ Եվ քանի դեռ աշխարհում կա մի ձեռք, որ կարող է բարձրացնել ընկածին եւ մի սիրտ, որը չի համակերպվում անարդարության հետ, կփրկվի եւս մեկ ընտանիքի խեղված ճակատագիրը, որովհետեւ բարի գործը աստվածային է։ Սվետլանա Ավդիշյան, Վահրամ Աբոյան, Սուրանգյուն։ Թողարկման երկրորդ հատվածում կներկայացնենք։ Հետո էլի էին քննարկել ու հասկացել, որ համակարգը պատրաստ չէ ապահովագրության բեռին։ Ոչ մի քաղաքացու համար առողջապահական համընդհանուր ապահովագրությունը ուժի մեջ չմտավ։ Գոնե մեկ անգամ Զապորոժեց պետք է ստեղծած լինես։ Առողջապահական հիմնարկները չգրոհել։ Բարեփոխումը դեռ պետք է իր խնդիրներին հանդիպի։ Ինչ կա չկա ապահովագրության գործերից։ Արդեն 2 շաբաթ է համակարգը գործում է։ Այսքան մարդ ուր են դիմել։ Չեն սպասել, որ տարվա առաջին աշխատանքային օրվանից իսկ այդքան այցելու են ունենալու։ Ինքը չէր ապել, առավոտյան արդեն զանգի բողոքել է։ Ծրագրի մեկնարկից միայն 20 օր առաջ էր օպերատորին գտնելու մրցույթը հայտարարել։ Առանց միասնական օպերատորի համակարգը չի կարող աշխատել։ Ասում են շատ վտանգավոր է, իրան ազատության մեջ չեն կարող թողնել։ Դու ազատության մեջ ես, բայց ոտքիդ կրում ես այսպիսի սարք։ Ուր գնաց, ինչ արեց, դրա հսկելու հնարավորությունը մենք չունենք։ Տնային կալանքն իհարկե ավելի նախընտրելի է, քան կալանքը, բայց որևէ կերպ ազատության հետ համեմատելի չէ։ Մարդիկ հնարավոր է ամիսներով չկարողանան մաքուր ոչնչել։ Նա կտրել է սարքի կապիչը եւ անհետացել իրավապահների տեսադաշտից։ Քանի տոկոս լիցքավորում ունի այս սարքը։ Դժվար է բացատրել։ Օրինակ, մարդաշատ վայրերում գտնվելու արգելքը։ Նկատի ունեն, որ հավաքների, հանրահավաքների ցույցերի չմասնակցենք։ Մեթոդը պետք է լիներ ուրիշ։ Արգել էին բռնարարին մոտենալ։ 7 չափիր մեկ կտրիր ասվածը մեզ համար չէ։ Մենք ոչ թե մտածում ենք հետո քայլանում, այլ հակառակը։ Ու երբ այդ մասին բարձրաձայնում ենք, իրերը կոչելով իրենց անուններով, իրավասուները նեղսարտում են, թե բա չեք ուզում, որ լավ լինի։ Դե իհարկե ուզում ենք, բայց փորձը ցույց է տալիս, որ մեր իրականությունում ամեն ինչ կիսատ պռատ է, դրա համար էլ քաղաքացիների դժգոհության պակաս չկա։ Օրինակ, առողջապահական համընդհանուր ապահովագրության ծրագիրը։ Հունվարի 1-ից այն համարվում է ներդրված, բայց ծրագրի ապահովման ենթակառուցվածքները չկան։ Առաջին հերթին նկատի ունեմ ինտեգրված օպերատորի հարցը, որը պետք է ապահովի համակարգի թվայնացման ամբողջական գործարկումը։ Պատկերացնում եք, համակարգի մեկնարկից ընդամենը 20 օր առաջ է նախարարությունը այդ նպատակով մրցույթ հայտարարել։ Որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը, ասեմ, որ մրցույթը շահող ընկերությունը պետք է իր վրա վերցնի ապահովագրական տվյալների վարումը, կառավարումը, բուժծառայությունների դիմումների մշակումը, վճարումների իրականացումը, վերահսկի խարդախությունների ռիսկերը, սպասարկի քաղաքացիների համար նախատեսված թվային հարթակները, այսինքն ըստ էության կառավարի համակարգը։ Իսկ հիմա փաստորեն ներդրել ենք համակարգ, որն անգամ կառավարիչ չունի։ Ու պատահական չէ, որ ապահովագրության համակարգի գործարկման արդեն սկզբում լրջագույն խնդիրներ են առաջացել։ Հանրությանը հուզող մյուս հարցն այն է, թե հավաքագրված միլիարդավոր դրամները ինչպես են տնօրինվելու, եթե դեռ հաստատված չէ առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի կառուցվածքը։ Այսինքն ռիսկերը ամենուր են։ Ու ինչ է մեզ սպասվում, եթե կարևորագույն այս բաղադրիչները չեն գործում։ Ինչ պետք է անեն կազմակերպությունները, եթե մինչև ծրագրի մեկնարկը տեղյակ չեն եղել ծառայությունների փաթեթի գներից ու տեսակներից։ Պարզից էլ պարզ է, որ եթե սկիզբը սկսեցին կիսատ պռատ, այդպես էլ շարունակվելու է։ Ճիշտ այնպես, ինչպես եղավ պետպատվերի համակարգի դեպքում։ Ուստի իրավացի են մասնագետները, երբ ասում են, որ ափալ-թափալ ու կիսատ պռատ առողջապահական ապահովագրությունը ընդամենը նախընտրական քարոզչություն է։ Էդուարդ Պողոսյանը սեփական մաշկի վրա է զգացել ծրագրի տապալված մեկնարկի հետևանքները եւ այժմ կներկայացնի անապահով ապահովագրություն տեսանյութը։
2024 թվականի հուլիսից ապահովագրական փաթեթը կգործարկվի այն շահառուների համար, ովքեր այսօր պետական պատվերի շահառու են հանդիսանում։ 2024-ի հուլիսն էլ անցավ, օգոստոսն էլ, ամբողջ տարին էլ, հետո նաև 2025-ը, այդպես էլ Հայաստանի եւ ոչ մի քաղաքացու համար առողջապահական համընդհանուր ապահովագրությունը ուժի մեջ չմտավ։ 2026 թվականն է, միայն 2 շաբաթ է, ինչ ունենք առողջապահական համընդհանուր ապահովագրություն։ Նախապես սահմանված ժամանակահատվածում, այսինքն դեռ 2024-ից փուլ առ փուլ առողջության համընդհանուր ապահովագրությունը գործադիրը կյանքի չկոչեց, որովհետև ըստ վարչապետի քննարկել, հետո էլի էին քննարկել ու հասկացել, որ համակարգը պատրաստ չէ ապահովագրության բեռին, հետո նայել էին իրենց առջև դրած նշաձողին, կրկին քննարկել, այս անգամ էլ եզրահանգել, որ երբեք էլ պատրաստ չեն լինի բարձր դասի մեքենա ստեղծելու համար, գոնե մեկ անգամ Զապորոժեց պետք է ստեղծած լինես, նշում էր կառավարության ղեկավարը։ 1,600,000 հայրենակիցներ։ Խնդրում ենք 2026 թվականի հունվարի 1-ից առողջապահական հիմնարկները չգրոհել։ Սա վերջին տարիներին առավել քան երբևէ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը գործարկելուն մոտ կանգնած առաջին ուղերձն էր, որ վարչապետը հղեց քաղաքացիներին, հստակեցրեց գրոհը հիվանդության մասին չէ, հիվանդանալն ուրիշ խնդիր է։ Սա միայն գործադիրի ծրագիրը չէ, այլև հասարակության, ուրեմն հանրային ըմբռնման անհրաժեշտություն կա, բարեփոխումը դեռ պետք է իր խնդիրներին հանդիպի։ Տիկին Ավանեսյան, ինչ կա չկա ապահովագրության գործերից առողջության։ Հունվարի 15, 2026 թվական արդեն 2 շաբաթ է համակարգը գործում է։ Այսօրվա ժամը 10-ի դրությամբ մենք ունենք 87,048 ապահովագրական գրանցված դեպք, այց, որից ուրեմն 7739 ամբուլատոր այցեր են եւ 8612-ը հիվանդանոցային դեպքեր են։ Իմ մոտ հարց է առաջանում, իսկ ինչի համար են դիմել մնացած 70697 քաղաքացիները։ Սոցիալական ինչ խնդիր եք դուք լուծում ապահովագրության համար, որ արտահիվանդանոցային եւ հիվանդանոցայինից զատ այսքան մարդ ուր են դիմել։ Այսինքն մենք այստեղ հասկանում ենք, որ արդեն իսկ առաջի 15 օրվա համար մենք անգամ հաշվետվողականության խնդիր ունենք։ Ինչ վերաբերում է հոսքին, ապա նախարար Ավանեսյանի խոսքից հնարավոր է եզրահանգել անակնկալներ չեն եղել։ Այլ կերպ ասած, սիրելի 1,600,000-ից ավելի քաղաքացիները չեն գրոհել առողջապահական հիմնարկները։ Մենք այս աճի տեմպը ըստ էության մեր ակնկալածի շրջանակներում է, մենք ուրեմն հետևում ենք ամենօրյա ուրեմն թե սպասարկված դեպքերի թվին։ Համակարգի համար հոսքը ակնկալելի է եղել, իսկ օրինակ Արաբկիր առողջության կենտրոնում չեն սպասել, որ տարվա առաջին աշխատանքային օրվանից իսկ այդքան այցելու են ունենալու։ Բոլորին սպասարկել են, տնօրենի խոսքով միայն հեշտն է խնդիրը եղել։ Այսքան տարի որ այն հատվածը, որը չէր ընդգրկվում այդ պատվերի մեջ, այդ մարդիկ միանգամից դիմեցին առողջության առաջնային կենտրոն, ու մենք իրականում չգիտեմ ոնց մարդկանց բացատրենք, որ յուրաքանչյուր բժիշկ կարող է միջինը օրական 15-ից 20 հիվանդ սպասարկել։ Ճիշտ իր ժամանակ, որ 15 րոպե անամնեզները հավաքի, ճիշտ ուղղորդումները կարողանա անի, ճիշտ հետազոտություններ կարողանա անի, բուժումը ճիշտ նշանակի։ Ինչի հետ եք դա կապում։ Որ արդեն ֆինանսական պարտավորվածություն չկա դրված։ Մեծ ծրագիր է, խնդիրները բնական են, վստահ է առողջության կենտրոնի տնօրենը։ Աշխատանքային օրվա ավարտից հետո էլ աշխատել են, հերթերը սպառել, միայն թե բուժայցելուներ կան, մի քանի րոպե ավելի են սպասում, զանգը թեժգից չեն ուշացնում։ Լաբորատոր հետազոտության կարիք կար, ու ծրագիրի հետ կապված ինչ-որ թե ինտերնետներ չէր ստացվում։ Հանդիպեցի, ախտորոշումը նայեցի բժշկի հետ բան, որոշեցինք, ասի առավոտյան որ գա, առավոտյան 10:30-ի մոտ խնդիրները կլուծվի։ Ինքը չէր ապրել, առավոտյան արդեն զանգի բողոքել էր։ Հենց ծրագրերի մասին հունվարի 1-ից առողջապահական համընդհանուր ապահովագրության համակարգը մեր երկրում գործի դրվեց առանց ինտեգրված օպերատորի, որը պետք է կառավարի ապահովագրական տվյալները, սպասարկի ապահովագրվածների թվային հարթակները, վերահսկի խարդախությունների ռիսկերը եւ այսպես շարունակ։ Առողջապահության նախարարությունը ծրագրի մեկնարկից միայն 20 օր առաջ էր օպերատորին գտնելու մրցույթը հայտարարել։ Առանց միասնական օպերատորի համակարգը չի կարող աշխատել, քանի որ այն
տեխնիկական պահանջները, որոնք դրված է առաջադրանքը օպերատորի, դա բազմաբաղադրիչ է եւ ներառում է ապահովագրական գործունեության վերահսկողության, ռեգիստրի վարման, ռիսկերի վերահսկողություն, խարդախությունների վերահսկողություն, փաթեթների, բժշկական փաթեթների, այսպես ասած, կառավարում, սա մի ամբողջ կարելի ասել 80%-ն է ապահովագրական գործունեության, որը չկա։ Պետական առողջապահական գործակալությունը առաջիկայում լուծարվելու է եւ այս համակարգի համար պատասխանատու դարձնելու ստեղծվելիք ապահովագրական հիմնադրամին։ Գործակալությունը նախկինում ղեկավարած Ծաղիկ Վարդանյանը հենց միասնական օպերատորի բացակայությամբ պայմանավորելով է պնդում, ապահովագրությունը մեր երկրում միայն իբրև ձև է մեկնարկել։ Սա այս փուլում դեռևս մեծ պայտական պատվեր է, որը փորձվում է վերափոխել, կազմափոխել ապահովագրական։ Մրցույթը, որ օպերատորին գտնելու համար հայտարարել է առողջապահության նախարարությունը, մասնակցության հնարավորություն է ընձեռում ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ընկերություններին, պահանջելով սակայն երկրորդի փորձը։ Միջազգային ասպարեզում թրծվածներին են ուզում գործը պատվիրակել, միայն թե պետական առողջապահական գործակալության նախկին պետի համոզմամբ Հայաստանում նման ընկերություն չկա։ Չի կարող Հայաստանում նման օպերատոր լինել եւ շատ ռիսկային է հենց հատկապես նման ընդլայնված ծառայությունների դելեգավորումը օտարերկրյա կազմակերպության։ Առաջինը անձնական տվյալների հետ կապված, երկրորդը մենք ամբողջ, այսպես ասած, առողջապահական խնդիրների բազան վստահում ենք մի կազմակերպության, որ այնուամենայնիվ դեռ չգիտենք ինչ կարող է հետևել, երրորդը մենք կադրային բազա չենք ստեղծում Հայաստանում մեր սեփականը։ Վարդանյանն այստեղ մոտավորապես նկատի է առնում հենց այն, ինչ վարչապետը կառավարության նիստում էր ասում, բանաձևելով բարձր դասի մեքենա կառուցելը, երբ չենք ստեղծել մեր ավելի համեստը։ Ժամանակագրական եւս մեկ դրվագ, չնայած առողջապահական համընդհանուր ապահովագրության համակարգը գործարկվեց հունվարի 1-ից, Երևանի մեկ այլ պոլիկլինիկայում օրինակ պարզ ասացին, միայն հունվարի 5-ից էին տեխնիկական ցուցումները ստացել։ Տեխնիկական ցուցումներն այսօր ենք արդեն ստացել, մեր համար էլ ամեն ինչ նոր է, այլի չգիտենք, ուսումնասիրում ենք։ Չնայած այն հանգամանքին, որ ապահովագրված քաղաքացիներն առաջինը հենց այս օղակի դուռը պետք է թակեն, այնուամենայնիվ աշխատանքային տարին այդ օրվանից էր սկսել, թեպետ կառավարությունում բաղձալի օրվան տարիներով էին պատրաստվում։ Էդուարդ Պողոսյան, Վահրամ Ավոյան, Սուրանգյուն։ Մեր հավատարիմ հեռուստադիտողը կհաստատի, որ տարիներ շարունակ պայքարել ենք, որպեսզի խափանման միջոցի ընտրությանն առնչվող խնդիրները լուծում ստանան։ Եթե հիշում եք, նախկինում կիրառվում էր խափանման 3 միջոց՝ բացակայության արգելք, գրավ եւ կալանք։ Մինչդեռ զարգացած երկրներում ֆեմիդայի սպասավորները ակտիվորեն կիրառում են տնային կալանքը, ու հարցը, թե ինչու Հայաստանում էլ չի կիրառվում խափանման այս միջոցը, ռետորական չէր։ Չէ՞ որ ոչ բոլոր դեպքերում մեղադրյալին ճաղերի հետևում պահելու հիմքեր կամ անհրաժեշտություն կա։ Ոլորտի պատասխանատուները անսացին հորդորներին եւ տնային կալանքը մտավ մեր իրավական կյանք։ Ինչպես հայտնի է, տնային կալանքի դեպքում պետք է ունենալ նաեւ տեխնիկական համապատասխան միջոցներ, ասենք անձի տեղաշարժին հետևող սարքեր։ Դա էլ բերեցին։ Ու հիմա շատերը քրեակատարողական հիմնարկում հայտնվելու փոխարեն պատիժ են կրում կամ պատժին սպասում են տանը։ Կասեք, բա ինչ խնդիր կա։ Թվում է թե չկա, բայց դա միայն թվում է։ Արիոտես, որ փորձագետները կրկին դժգոհում են, իսկ պատճառն այն է, որ մի կողմից կալանքին չառնչվող ազատության սահմանափակման դեպքերն են շատացել, մյուս կողմից ավելացել են կալանքի վերաբերյալ որոշումները։ Այսինքն ստացվում է, որ պատժի մի ձևը իբր պետք է փոխարիներ մյուսին, սակայն գործնականում երկուսի թվերն էլ բավականին մեծ են։ Բայց դժգոհելու պատճառը միայն դա չէ։ Պարզվում է, որ անձի տեղաշարժին հետևող սարքերը տեղադրվում են ոչ միայն տնային կալանքի ենթարկվածների, այլև երկրից չհեռանալու սահմանափակում ունեցողների վրա։ Փաստը, որ պետությունը պատվիրել է նման սարքերի նոր խմբականակ, ասվածի ապացույցն է։ Փաստորեն հիմա էլ կասկածներ են առաջանում, որ խափանման նոր միջոցները կիրառվում են առանց բավարար հիմքերի։ Օրինակ, մարդաշատ վայրերում գտնվելու արգելքը։ Ինչ ասել է մարդաշատ վայր, անգամ դատարանը չի կարողանում սահմանել։ Մի խոսքով, ինչպես այլ ոլորտներում մարդարադատության համակարգում եւս ամեն ինչ կիսատ պրատ է ու հիմնված է ոչ թե բովանդակության, այլ ձևի վրա։ Այժմ Արմեն Աթելյանի, երբ խափանման միջոցը խափանվում է, տեսանյութը։ Լիդիան քրեակատարողական հիմնարկից վերջերս է դուրս եկել։ Ամիսներ շարունակ անցկացրել է ճաղերի հետևում, սրբազան շարժման գործով կալանավորված մեղադրյալի կարգավիճակում։ Գաղութում անցկացրել է 5 ամիս, որտեղ կարևոր վիճակագրական տվյալ է ֆիքսել կալանավորների թվաքանակի մասին։ Եթե այդ
զոն կոչված հատվածում, որտեղ դատապարտյալներն են ապրում, 16-17 հոգի են, մեզ մոտ 70 հոգի էին։ Բնական է, որ այդպես է, որովհետև հիմա Հայաստանում դեռ չեն կարողանում կիրառել այլընտրանքային խափանման միջոցները ըստ պատշաճի։ Վերջին շրջանում նույնիսկ պաշտոնական ամբիոններից են բարձրաձայնում Հայաստանի քրեակատարողականներում կալանավորների անթույլատրելի մեծ թվի մասին։ Իհարկե կան նաև ամբիոններ, որոնցից վստահեցնում են, որ կալանավորների թիվը նվազում է։ Փաստաբանական համայնքը սակայն շարունակում է պնդել. դատարանները հաճախ մարդկանց կալանավորելու որոշում են կայացնում առանց անհրաժեշտ հիմքերի, զուտ քննիչի կամքով։ Իմ դեմքը ակնհայտորեն ցույց տվեց, որ մեկ շաբաթ առաջ ասում էին շատ վտանգավոր է իրան ազատության մեջ չենք կարող թողնել, որովհետև կարող է ազդել քրեական գործի ընթացքի վրա։ Մեկ շաբաթ հետո ժողովրդական ճնշումից հետո հանկարծակի ասում են, չէ, այնքան խնդիր չկա, որ կարող ենք նիստերի դահլիճից ազատ արձակել։ Լիդիայի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել։ Խոսքը վարչական հսկողության մասին է, այսինքն դու ազատության մեջ ես, բայց ոտքիդ կրում ես այսպիսի սարք, որը հնարավորություն է տալիս համապատասխան մարմիններին քեզ իրենց ռադարում պահել, հետևել։ Վերջերս տեղեկություն տարածվեց, որ տնային կալանքի կամ վարչական հսկողության տակ գտնվող անձանց համար 1920 սարք արդեն օգտագործվում է։ Երկրում մնացել է 120 ազատ սարք։ Կառավարությունն էլ պատվիրել է ևս 200-ը։ Իրականությունը էապես խեղաթյուրվում է, երբ որ մենք տեսնում ենք, որ ոչ միայն այն չափաբաժինը, որ պետք է այլընտրանքային խափանման միջոցները վերցնեին կալանքներից, այդպես չի եղել, այլ կալանքները ոնց եղել էին, մի բան էլ աճել է թվականակը։ Եվ իսկապես 1920-ը բավականին մեծ թիվ է տնային կալանքի եւ վարչական հսկողության համար։ Տնային կալանքն իհարկե ավելի նախընտրելի է, քան կալանքը, բայց որևէ կերպ ազատության հետ համեմատելի չէ։ Կալանավորները օրը 1-2 ժամ պարտադիր դուրս են գալիս զբոսանքի։ Դե զբոսանքը ո՞րն է։ Մի փոքր տարածք երկինքն են տեսնում։ Իսկ տնային կալանքի ենթարկված անձինք կարողանում են այդ հաճույքից օգտվել, եթե բնակարանը, որում գտնվում են, ունի բացօթյա պատշգամբ։ Հակառակ դեպքում մարդիկ հնարավոր է ամիսներով չկարողանան մաքուր օդ շնչել։ Ուղղակի այդ սահմանը դրան շեմից գծվում է ու ասում են դրանից դուրս գալու ամիսներով դուրս գալու իրավունք չունեն։ Տնային կալանքի ենթարկված անձինք օրինակ խնդիրներ են ունենում, երբ բժշկի դիմելու հարց է առաջ գալիս։ Պետք է անցնեն համապատասխան բյուրոկրատական քաշքշուկներով։ Շատ հաճախ տնային կալանք կրող անձինք այնպիսի առողջական խնդիրներ են ունենում կամ կան նաև շտապ օգնության որոշակի ցուցում, որը ենթադրում է հոսպիտալացում։ Այդ հոսպիտալացումը իրանք ի վիճակի չեն լինում իրականացնել։ Իսկ արդյոք հնարավոր չէ ձերբազատվել այս սարքից։ Կտրել եւ փախչել հնարավոր է։ Պարզապես քիչ հավանական է, որ մարդը կկարողանա երկար ժամանակով կորել իրավապահների տեսադաշտից։ Չաղ Ռուստամ Մականունով հայտնի քրեական հեղինակության հոր սպանության դեպքում դա պարզ դարձավ։ Լրատվամիջոցներում տարածվեց տեղեկատվություն, որ հանցագործության մեջ մեղադրվողը Կուկ Մականունով անձն է, որը մինչև այդ մեկ այլ քրեական գործով գտնվում էր մեղադրյալի կարգավիճակում եւ դատարանի որոշումով տնային կալանքի էր ենթարկվել։ Ըստ տեղեկությունների նա կտրել է սարքի կապիչը եւ անհետացել իրավապահների տեսադաշտից, հետո իրականացրել հանցանքը եւ հայտնաբերվել իրավապահների կողմից։ Վերադառնանք GPS սարքերին։ Ինչպես նշեցինք, դրանք կրում են ոչ միայն տնային կալանքով սահմանափակվածները, այլև վարչական հսկողության տակ գտնվողները։ Չկա որևէ ցույց տալու բան, որ ցույց տա, թե քանի տոկոս լիցքավորում ունի այս սարքը։ Դրա համար միշտ մոտս պահում եմ լիցքավորման սարքը, որ ցանկացած պարագայում ինքը sense թեթև վիբրացիա է անում, ու այստեղ կարմիր լույս է սկսում վառվել, ու խնդիրն ինչն է։ Մի անգամ լիցքավորում ես 24 ժամից ավել է պահում, մյուս անգամ լիցքավորում ես, ասենք 7 ժամից լիցքավորումը վերջանում է իր։ Վարչական վերահսկողության դեպքում մարդը պետք է երեկոյան ժամը 9-ից տանը լինի։ Մարդիկ ովքեր, չգիտեմ, խուլիգանության հակումներ ունեն, ալկոհոլամոլություն, որոշակի օրինակ գիշերային կյանք են վարում, որով պայմանավորված, օրինակ իրանց հանցանքի բնույթով պայմանավորված արդարացված կարող է լինել, օրինակ գիշերային ժամերին սահմանափակումները ընդունելի է, բայց երբ որ չես հասկանում, թե ինչ հիմնավորումներով մենք տեսնում ենք
եւ տարածքային սահմանափակումներ եւ ժամային սահմանափակումներ։ Գոյություն ունեն մի շարք այլ սահմանափակումներ, որոնց իմաստը դժվար է բացատրել։ Օրինակ, մարդաշատ վայրերում գտնվելու արգելքը։ Նույնիսկ պրոբացիոն ծառայությունը չգիտի ինչ է նշանակում մարդաշատ վայր։ Հիմա պարզաբանում են ուզե դատավորից, որպեսզի ասի թե մարդաշատ վայրը որն է։ Մենք բոլորս հասկանում ենք, որ մարդաշատ վայր ասելով իրենք ի նկատի ունեն, որ հավաքների, հանրահավաքների, ցույցերի չմասնակցենք, բայց օրինակ նստել եմ ավտոբուս, 2 կանգառ հետո լցվում է այդ ավտոբուսը, հիմա դա մարդաշատ վայր է, թե չէ։ Ի սկզբանե սակայն այս նոր խափանման միջոցի մեխանիզմը ներդրվել է լրիվ այլ նպատակով։ Չէ, մարդիկ պետք է դատաքննության ընթացքում կարային այս սարքերը եւ լինեին հսկողության տակ, բայց մեթոդը պետք է լիներ ուրիշ։ Հիմնավորումները ես հիշում եմ, որ բերվում էին հենց ընտանեկան բռնության օրինակներով, որպեսզի այլ ընտրանքային օրինակ ընտանեկան հողի վրա ծագած վեճերով ուղղակի այդ սարքի կիրառմամբ արգել էին բռնարարին մոտենալ զոհին, ինչը բնականաբար արդարացված էր։ Իրավաբանների խումբը, որը ժամանակին աշխատել է կալանավորման հետ կապ չունեցող այլընտրանքային խափանման միջոցները Հայաստանում ներդնելու ուղղությամբ, փորձի փոխանակման նպատակով եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Կարող էր կիրառվել այդ էլեկտրոնային վերահսկողության այդ միջոցները, սահմանափակելով, այո, օրինակ թմրանյութ իրացնող անձի շարժը ոչ միայն գիշերվա ժամերին, այլ հասարակական ինչ-որ խմբերի հավաքատեղիներում, ակումբներում, չգիտեմ, ինչ-որ դպրոցների մոտակայքում, մանկապարտեզների մոտակայքում։ Իսկ ինչու նույնը չի արվում մեզ մոտ։ Այսինքն, ինչու այս սարքերը չեն կիրառվում այն մեղադրյալների նկատմամբ, ովքեր մի կողմից ենթակա չեն կալանավորման, մյուս կողմից կարող են խնդիրներ ստեղծել քրեացին միջավայրում։ Պարզվում է հացը տեխնիկական է։ Նշվում է հասցեի տարածք եւ ֆիքսվում է, որ այս էլեկտրոնային վերահսկողության սարքը պիտի գտնվի այս 50 քառակուսի մետր տարածքում։ Հենց այս 50 քառակուսի մետր տարածքից դուրս եկավ այդ սարքը, ինքը միանգամից պրոբացիայի ծառայությանը ազդանշան տալիս է, որ դուրս եկավ։ Այդ դրանից հետո ուր գնաց, ինչ արեց, դրա հսկելու հնարավորությունը մենք չունենք։ Այսինքն, ի տարբերություն ամերիկյան անալոգի, հայաստանյան համակարգում հնարավոր չէ ֆիքսել օբյեկտներ, որոնցում մեղադրյալը պետք է չգտնվի։ Միայն ֆիքսվում է տարածքը, որում նա պարտավոր է գտնվել։ Սեփական տան տակում գտնվող պետքարանից օգտվող մարդու նկատմամբ օրը մի քանի անգամ խախտում էր արձանագրվել, պարզվել էր եկել էին ուղակի այդ ուրվագծել էին տան տարածքը, պետքարանը չէին մանարել, էլի չէին ներառել այդ տարածքի մեջ։ Մի խոսքով, Հայաստանում նախկինի պես հաճախակի կիրառվում է կալանքը առանց էական հիմնավորումների։ Տնային կալանքն ու վարչական վերահսկողությունը եւս նշանակվում են բավականին հաճախակի։ Այլընտրանքային խափանման միջոցների դեպքում նաեւ նշվում են սահմանափակումներ, որոնց նպատակն իրավաբանները չեն պատկերացնում։ Նման խափանման միջոցների շնորհիվ հանցավորության նվազեցման արևմտյան լավագույն փորձն էլ այստեղ կիրառվում է մասնակի տեխնիկական պատճառներով։ Խնդիր, որը լուծելի է փողի միջոցով, իսկ փողի պակաս երկրում կարծես չկա։ Արմեն Նաթալյան, Զորաբ Քարամյան, Սուրանկյուն։ Կհանդիպենք քիչ անց։ Աչքիս տեղից ճանշինը շուտ տեղեկացել է, որ հեսա կհասնեմ, արագ փորձել է այդ չարացի հետքերը մաքրի։ Վթարից հետո նոր բերել են Խոսքը երիտասարդ մի տղայի մասին է, ով նոր էր զորացրվել ու մեկնում էր զորամաս զինվորական գրքուկը ստանալու նպատակով։ Այո, իսկապես ողբերգություն։ Ցավոք, մռայլ կանխատեսումները դեպքից 3 օր անց իրականություն դարձան։ Ոչինչ, ցավալի պա, ոչինչ։ Օսիպովը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։ Սա էլ բավարար չէ, պարզվում է, որ երկուսն էլ ստապ չեն։ Նայելով էսոպելի վիճակին, ինձ թվում է, մեր մշտական հեռուստադիտողը առանց ավելորդ ճիգի կարող է ռենտգենի պատասխանը տա։ Ողբերգական պատահար, որը խլեց 3 մարդու կյանք, սարսափելի պատահար, որն արտահայտվում էր նաև իմ դեմքի արտահայտությամբ։ Նախատոնական ու տոնական օրերին, երբ Սուրանկյունը կարճատև արձակուրդում էր, Շամշյանը շարունակում էր շրջագայել Հանրապետությունով մեկ ու համալրել իր առանց այն էլ հարուստ արխիվը։ Եվ այնպիսի քանակությամբ է համալրել, որ բավարար կլինի մի քանի տեսանյութի համար։ Սկսած հանցաշխարհում Չաղ Ռուստամ անվամբ հայտնի Ռուստամ Ստեփանյանի հոր սպանությունից, որի մասին քիչ առաջ Արմեն Աթալյանը խոսեց, մինչև Գյումրի ազատան ճանապարհի ողբերգական վթարը, որը 3 մարդու կյանք խլեց։
Այո, այս օրերին դժբախտ պատահարներ այնքան շատ էին, որ ստիպված ենք դրանք ներկայացնել մի քանի տեսանյութով, բնականաբար չանտեսելով օպերատիվությունը։ Նկատի ունեմ հաշվետու շաբաթում տեղի ունեցած դեպքերը։ Առանձնակի ցավով պետք է անդրադառնամ հետտոնական օրերին ու Արցախի փողոցում տեղի ունեցած ողբերգական պատահարին, որին զոհ գնաց կինհետիոտնը։ Անհայտ մեքենայի վարորդը մահացու վրաերթի է ենթարկել կնոջը ու ճողոպրել։ Որոշ ժամանակ անց պարեկները դեպքի վայրից ոչ հեռու հայտնաբերել են Opel Micra-ի մեքենա, կողքին էլ անհոգ զրուցող երկու քաղաքացու։ Սկզբում նրանք հերքել են իրենց առնչությունը պատահարին, սակայն պարեկների ծանրակշիռ փաստերի տակ ստիպված ընդունել են մեղքը։ Քիչ անց էլ պարզվել է, որ մեքենան վարել է նրանցից մեկը, Օսիպով ազգանունով երիտասարդը, որը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ։ Ստացվում է, որ հերիքչը հարբած մահացու վրաերթի հեղինակ է դարձել, նաև դեպքի վայրից ճողոպրել է։ Հետո նաև պարզվել է, որ Օսիպովը նախկինում 2 անգամ դատապարտված է եղել հարբած ու առանց վարորդական իրավունքի վկայականի վարելու համար։ Մեկնաբանությունները ավելորդ են։ Եվս մի պատահարի մասին։ Շամշյանը պատմում է, որ երբ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 71-րդ կիլոմետրից ահազանգ է ստացել, թե Mazda Micra-ի մեքենան դուրս է թռել երթևեկելի գոտուց, ինչի հետևանքով երիտասարդը մահացել, չի պատկերացրել, թե ինչ դաժան պատմություն է լսելու։ Իսկ պատմությունը 24-ամյա երիտասարդի մասին է, որը նոր էր զորացրվել ու մեկնում էր զորամաս զինգրքույկը ստանալու նպատակով։ Այսինքն 2 տարի երիտասարդը ծառայել է հայրենիքին, պատվով կատարել պարտքը, բայց զոհվել զինգրքույկը ստանալու ճանապարհին։ Այն ինչպես չհավատաս ճակատագիր ասվածին։ Անցած օրերի քրեական քրոնիկոնը, դժբախտ պատահարներն ու ավտովթարները Գագիկ Շամշյանի ճակատագրի դաժան հեգնանքը տեսանյութում։ Ժողովուրդ ջան, նոր տարուն խոզի բդերն ու հնդուշկեքը անուշ եղավ, ստամոքսները հերթական փորձության ենթարկեցիք, մալադեց, բա մի հատ չեք ասի, տեսնես այն խեղճ Շամշանը, այս ցրտին ու դումանին որտեղ պիտի լինեմ, այնտեղ, որտեղ փորձանք կա, իսկ նման տեղերը նախատոնական ու տոնական օրերին քիչ չէին, չէի հասցնում, որովհետև կամ վարորդներն են ստամոքսին ու խմիչքին զոր տվել, կամ որոշ ճանշինների ներկայացուցիչների համար ծովը ծնկներից էր դարել, իսկ արդյունքում դաժան վիճակագրությունը թռիչքաձև աճ արձանագրեց։ Հա, քիչ էր մնում մոռանալ, այս մեր բառադիության հետևանքով նաև օտար երկրացիներ զրկվեցին կյանքից։ Այդ մասին սակայն քիչ անց եւ առհասարակ, ինչպես նշեց Վայե Ղազարյանը, նախատոնական ու տոնական օրերին դեպքերն այնքան շատ էին, որ մի քանի թողարկումներում կներկայացնենք։ Հիմա տեղափոխվենք վարչապետի հայրենիք Տավուշի մարզ, իսկ ավելի կոնկրետ Հաղարծին գյուղ։ Այս գյուղի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ մի հատ նեղ գլխավոր փողոց ունեն, որի 4 կողմերը տներ են, խանութներ, դպրոց ու բավականին վտանգավոր իրավիճակներ են ստեղծվում։ Այդ փողոցից աճ էլ, եթե Երևանի կողմից ես գալիս, հոսում է Աղեստովը, որի ջրերը տասնամյակների ընթացքում ինչ ասես չեն տեսել։ Էս էլ տեսան։ Ներքև ոնց են կիշնում։ Մերսեդեսա, չէ։ Երկու պատնեշները կոտրե, հա։ Երբ ահազանգ ստացա տեղի բնակիչներից, թե բա Շամշյան, շուտ հասի, մի հատ Մերսեդես չգիտես ոնց հայտնվել է գետում, մտածեցի, թե էլի այդտեղ փողոցի կապկանն անկել, բայց հասնելով դեպքի վայր, ակնհայտ դարձավ, որ Մերսեդեսի գետում հայտնվելու ամենահավանական պատճառը մերկասառույցն էր։ Աչքիս տեղի ճանշինը շուտ տեղեկացել է, որ հեսա կհասնեմ ու դրանց չարածը հանրության սեփականություն կդարձնեմ, արագ փորձել է այդ չարացի հետքերը մաքրի։ Վթարից հետո նոր բերել են ավազ են լցել։ Մոտ մի 5-ից 6 մետր բարձրությունը երևի լինի։ Այն բետոններից է կոտրել։ Հիմա կարծնեք, թե այս մեքենայում գտվածներին, բա ինչա պատահել, ասեմ ժողովուրդ ջան, որ վարորդից բացի ուղևոր էլ է եղել, երկուսին էլ արագ հասած Դիլիջանի հիվանդանոցի շտաբօգնության բրիգադը նախտեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել Դիլիջանի բժշկական կենտրոն։ Ասացին, որ կյանքներին վտանգ չի սպառնում։ Իրոք բախտավոր աստղի տակ են ծնվել, իսկ մեքենան կարելի է հանձնել մետաղե ընդունման կենտրոն, բայց դրա համար պետք էր այն գետից դուրս բերել, այսինքն վերամբարձ կռունկ էր անհրաժեշտ։ Էդ էլ ինչպես ժողովուրդն է սիրում ասել, էշ մի սատկի գարուն կգա, նենց որ անցնենք մյուս դեպքին։ Ստեղից, սենց, էսա, ոտքով տարել են, մոտեցրել են շտաբօգնության ավտոմեքենաներին։
Նախատոնական մի օր գնացել էի Տավուշի հարևանությամբ գտնվող Գեղարքունիքի մարզ, ավելի կոնկրետ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 72-րդ կիլոմետր։ Սա մի սարսափելի պատմություն է, ընդ որում ոչ միայն ելքով, այլև իր պատմությամբ ու բովանդակությամբ։ Լավ, համբերությունները չշարաշահեմ, ասեմ, որ խոսքը երիտասարդ մի տղայի մասին է, ով նոր էր զորացրվել ու մեկնում էր զորամաս զինվորական գրքուկը ստանալու նպատակով։ Այո, իսկապես ողբերգություն։ Ինչ են կողմից եկել։ Նախորդ կյանքում այս մեքենան Mazda է կոչվել։ Հիմա ինչպես տեսնում եք, այն եւս ուտիլ հանձնելու ենթակա է։ Ինչու՞, որովհետեւ 24-ամյա Գագիկը երթևեկելի գոտուց դուրս գալուց հետո նախքան այս վիճակում հայտնվելը հասցրել է մեքենայով բախվել մի քանի եղևնիների։ Այդ պահին նշված հատվածով անցնող մի քանի մեքենաների վարորդներ շտապել են Գագիկին օգնության, սակայն զուր։ Երիտասարդը հենց տեղում մահացել էր։ Թե ինչն է եղել վթարի պատճառը, դժվար ասել, բայց հաշվի առնելով կատարվածի ժամը, չեմ բացառի, որ վարորդի աչքը կարակպած լիներ։ Նկարահանում ու մտածում էի, ինչ բան է էլի կյանքը։ 2 տարի պատվով, թասիբով ծառայես, հայրենիքին պարտքդ հանձնես, անվտանգ վերադառնաս տուն, ուզենաս գնաս այդ ծառայածիդ հաստատումը ստանաս ու սենց պատահար։ Դե արի ու մի հավատա ճակատագրին։ Ոնց չհավատաս, երիտասարդ, որի կյանքը դեռ առջևում էր, դեռ պետք է ընտանիք ստեղծեր, զավակներ ունենար։ Չգիտեմ էլ ինչ ասեմ։ Ծնողներին ինչպես փոփես նման հարվածից հետո, երիտասարդներ ջան, գիտեմ, արյունները դիեռում է, բայց մի քայլ անելուց առաջ 7-ը չափեք, 1-ը կտրեք։ Հիմա զինգրքույկ էր, կարեր մի քանի ժամ հետո էլ վերցնեիր, չնայած ճակատագիր ենք ասում։ Հիմա օտար երկրացիների մասին, որոնք Հայաստան գալուց չեն պատկերացրել, որտեղի ճանշինների մեծ մասի ներկայացուցիչները պորտաբույց են։ Հետույքները ալարում են կտրեն աթոռներից, հունվարի 9, Զովունի Եղվարդ ճանապարհ, Եղվարդի վարչական տարածքում մերկասառույցի պատճառով երեկոյան 20:20-ի սահմաններում իրար են բախվում Ֆորդը, Շևրոլեն ու Ֆորդ Տրանզիտը։ Սա այն դեպքերից է, երբ երկար պատմել պետք չի, կադրերը առավել քան խոսուն են։ Այս կորի չի եկել։ Լրից սառած ճամփ։ Երկու հոգու տեղափոխել են։ Սառածը մեղմ ասաց, մարդու ձեռք չէր կպել, աղ ու ավազի հատիկ չկար։ Լավ, նեուժելի այդ ճանշիների տերերը գիշերը հանգիստ խղճով կարող են խրմփացնել։ Գիտեմ, հեսա կարթարանան, թե բա ձյուն է գալիս, ինչ օգուտ, եթե մաքրենք, միևնույն է, էլի լցնելու է։ Տենց չի, սուտ մի խոսացեք, եթե շնորհքով լցնում ես աղ ու ավազը, մեզ մոտ էլ Սիբիր չի, որ մի 2 մետր ձյուն դնի, չի կարող չազդել, բայց ձեզ շնորհքով լցնելու դեպքում էլ ճանշինի տերերի համար կարող է գերածախս լինի ու փող չաշխատեն։ Սաղ այդ փողն է էլի, բայց լավ անցնենք դրանց անգործության հետևանքներին։ Ախպեր եթե պայ ավտո չգա շտաբօգնությունը մոտենա։ Ոչինչ, սաղամի պա, ոչինչ։ Վիրավորները 3-ն են, 3-ն էլ Հնդկաստանի քաղաքացի։ Հերիք չի 180 աստիճանով փոխել են կլիման, նաև այսպիսի անգործության էին հանդիպել։ 3-ն էլ ողջ էին, բայց երկուսի վիճակը հեչ լավ չէր։ Ցավոք, մռայլ կանխատեսումները դեպքից 3 օր անց իրականություն դարձան։ Արմենիա բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով Հնդկաստանի 34-ամյա քաղաքացի Պրավին Մեկալային մահացավ։ Մեր ասիացի հարևանները մեզնից իրոք նեղանալու տեղ ունեն։ Իրենց քաղաքացիները ողջ առողջ, իրենց ոտքով հասնում են Հայաստան, ստեղից գրուստ վեստիով ուղևորվում տուն։
Ընդ որում, վիրավորականը միայն դա չէ, նաև որ մեղավորները իրենց շլանգի տեղ են դնում ու փորձում իրենց վրայից գցեն պատասխանատվությունը։ Այդպես եղավ հունվարի 8-ին, ժամը 23:15-ի սահմաններում, երբ անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևանում Արցախի փողոցում վրաերթի ենթարկեց կին հետիոտնին ու նրան թողնելով անօգնական վիճակում դիմեց փախուստի։ Ու գիտեք որտեղ են պարեկները հայտնաբերել այս Մերսեդեսը։ Վրաերթի վայրից մոտ 1.5 կիլոմետր հեռավորության վրա, բայց սա դեռ ամենը չէր։ Պարեկները մեքենայից մի քանի մետր այն կողմ հայտնաբերում են երկու քաղաքացու, որոնք հայտնում են, թե մեքենան իրենցն է, բայց իրենք ոչ մի վրաերթի մասին չեն լսել։ Բայց դե եկել եք սատանի մայլում քանդր բազություն եք անում։ Կարճ ժամանակում պարեկները պարզում են, որ վրաերթի հեղինակը այս մեքենան է, ու այդ երկուսին կալմեջ անելով տեղափոխում են ոստիկանության Էրեբունու բաժին։ Այսը չոտնա։ Պարզվում է, որ այդ երկուսը Երևանի բնակիչ են՝ 27-ամյա Օսիպովն ու 39-ամյա Գայիջյանը։ Պարզվում է նաև, որ Օսիպովը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։ Սա էլ բավարար չէ, պարզվում է, որ երկուսն էլ սթափ չեն, որն գտնվել են խմացության ամենաբարձր աստիճանում։ Ես չեմ հասկանում, ինչու է բարձյալը խելք բաժանելուց սրանց կողքով անտարբեր անցել։ Լավ, ձեր մեջ մարդկություն չկա, հերիք չի, կնոջը գցել եք ավտոյի տակ, մի հատ էլ թռնում եք։ Ոչինչ, ձերբակալվածների պահման վայրում բալանտ կուտեք ու խելքի կգաք։ Իսկ արդեն օրեր անց քննչական գործողությունների արդյունքում պարզվում է, որ վրաերթը կատարել է Օսիպովը, ով նախկինում 2 անգամ ոչ սթափ վիճակում եւ առանց վարորդական իրավունքի ավտոմեքենա վարելու համար դատարանի դռներն է ընկած եղել։ Անցած օրերին տեղի ունեցած մեկ այլ վրաերթի մասին, որը եւս ողբերգական ավարտ ունեցավ։ Էլի Չարաբաստի Երևան-Սևան ճանապարհ, որը փաստորեն ոչ միայն ամառային, այլև ձմեռվա սեզոնին է հաճախ դառնում ողբերգությունների պատճառ։ Զինգրքուկի հետևից գնացող երիտասարդի մահվան դեպքից մի քանի օր առաջ այս ճանապարհին մահացու այլ դեպք էլ է գրանցվել։ Նայելով էսոպելի վիճակին, ինձ թվում է, մեր մշտական հեռուստադիտողը առանց ավելորդ ճիգի կարող է ռենտգենի պատասխանը տա։ Այո, դատելով Opel-ի դիմապակու վրա արկա վնասվածքից հանգիստ կարելի էր ասել, որ տեղի ունեցածը վրաերթ էր, բայց այս Opel-ի վարորդը ի տարբերություն նախորդ պատմության ճակերտավոր հերոսների փախուստի չի դիմել, ահազանգել է շտաբօգնություն, սակայն արագ հասած բժիշկների հերթապահխումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը։ Տարիքն ու սեռը պարզել չհաջողվեց, սակայն ստիպված եմ էլի խոսել մի շարք բաների մասին, որոնց վերաբերյալ ոչ մեկ անգամ արտահայտվելու առիթ ունեցել ենք։ Հարգելի հետիոտներ, ախր նման ճանապարհները կտրելը պահանջում է ոչ միայն համարձակություն, այլև ծայրահեղ զգոնություն։ Այնտեղ, որտեղ չկան հետիոտնային անցումներ, իսկ մեքենաների արագությունը բավականին բարձր են, պետք է 1452%-ով վստահ լինեք, որ մեքենա չկա, նոր փորձեք ճանապարհ անցնել։ Միևնույնն է, հետիոտնային անցումներ այստեղ չեն գցի։ Դրա համար պետք է հույսը ձեր վրա դնեք ու զգոնությունը կրկնապատկեք, առավել եւս, եթե օրվա մութ ժամն է։ Ասենք, էսոպելի 50-ամյա վարորդը ոնց կանխատեսեր, որ մեքենայի առջև ընթացքի ժամանակ մարդ է դուրս գալու։ Մի խոսքով, պարզ ճշմարտություններ են, որոնք շատ հաճախ մարդիկ անտեսում են, ինչի համար շատ թանկ են վճարում։ Մեկ վթար, 3 զո։ Երևի հասկացաք, որ խոսքը Ազատան Գյումրի ավտոճանապարհին կատարվածի մասին է։ Ողբերգական պատահար, որը խլեց 3 մարդու կյանք, սարսափելի պատահար, որն արտահայտվում էր նաև իմ դեմքի արտահայտությամբ։ Խնդրում եմ նայեք, խոսում եմ ու չեմ կարողանում թաքցնել սարսափն ու ափսոսանքը, բայց ամեն ինչի մասին հերթականությամբ։ Ինչպես տեսնում եք, վթարի մասնակիցները Մերսեդեսն ու Լադան են։ Դե գիտեք, որտեղ խորհրդային կամ ռուսական արտադրության մեքենա, այնտեղ ողբերգություն։ Թեև նկատեցիք, որ Մերսեդեսի վիճակն էլ ոչ պակաս տխուր է։
Ընդ որում հարվածն այնքան ուժգին է եղել, որ Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու հայտնվել ծառերի հարևանությամբ։ Օպերատիվ ծառայությունները իրոք օպերատիվ են գտնվել, այլապես զոհերի թիվը կարող էր շատանալ։ Չգիտեմ ինչն է եղել վթարի պատճառը, ավելի շուտ վարկածներ ունեմ, որոնցից մեկը էլի առնչվում է մերկասառույցին։ Փաստն է, որ 2 հոգի տեղում մահացել են։ Ականատեսները ասացին, որ եւս 3-ին, որոնց 2-ի վիճակը ծայրահեղ էր, տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն։ Ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, վիրավորների վիճակը ներկայացնելիս ականատեսները չեն խտացրել գույները, մինչև քննիչները փորձում էին հասկանալ ինչը ինչոց է։ Հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացավ։ Մյուսին տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը, այսինքն վթարը խլեց 3 մարդու կյանք, 2 տղամարդ ու 1 կին, բոլորն էլ ազատանից։ Թող այս տարի նման դեպքեր չկրկնվեն, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ ոչ միայն վարորդներն ու հետիոտները զգոն եւ ուշիմ լինեն, այլև պետական գերատեսչություններն ու պետական վերահսկողության տակ աշխատող կազմակերպությունները սրտացավորեն մոտենան իրենց պարտականությունների կատարմանը, չէ՞ որ խոսքը մարդկային կյանքերի մասին է։ Գագիկ Շամշան, Սուրանկյուն։ Այսքանը գնանք լույսի հետևից, դրանից պայծառը չկա։ Կհանդիպենք հունվարի 25-ին ժամը 22-ին։ Աստված պահապան հայազգին։